Մեկնարկել է հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ի եզրափակիչ փուլը, որին մասնակցում են Երևանի ու տարբեր մարզերի 40 ուսումնական հաստատություններ։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող նախաձեռնությանը այս տարի մասնակցության 96 հայտ է ներկայացվել։ Նախագծերն առաջադրվել են 5 անվանակարգերում՝ մաթեմատիկա եւ ծրագրավորում, ֆիզիկա եւ աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն եւ հասարակական գիտություններ։ Փառատոնի մեկնարկին կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ այս հարթակը տարեստարի ավելի տեսանելի է դարձնում դպրոցականների գաղափարներն ու գիտության հանդեպ նրանց հետաքրքրությունը։ Ամեն տարի ես իսկապես շատ ոգևորվում եմ տեսնելով, թե ինչ բազմազան հետաքրքիր գաղափարներ ունեն մեր երեխաները եւ ամենատարբեր բնագավառներում, բնական գիտություններ, հասարակական գիտություններ ու կարծում եմ սա շատ լավ միջավայր ու ֆորմատ է, որպեսզի մենք այդ գաղափարները տեսանելի դարձնենք եւ քանի որ խոսում ենք մրցույթի մասին, նաեւ մասնագիտական ժյուրին է գնահատում ներկայացված նախագծերը եւ ունենում ենք հաղթողներ ու գիտեք, որ փառատոնի հաղթողը նաև ունի հնարավորություն մասնակցելու միջազգային գիտական փառատոնի։ Նախարարի խոսքով դպրոցներում ստեղծվող լաբորատոր հնարավորություններն արդեն նպաստում են, որ աշակերտները զբաղվեն ոչ միայն տեսական, այլև կիրառական աշխատանքով։ Անդրեասյանը նշել է նաև, որ փառատոնի շրջանակը տարեստարի ընդլայնվում է, ներառելով նոր կրթօջախներ։ Ես հրավիրում եմ բոլորին, ովքեր հիմա հաճախ են լսում, վայ, մեր ժամանակ ուրիշ էր, այս երեխաները չեն հետաքրքրվում ոչ մի բանով եւ այլն, ովքեր նման բաներ են ասում, ուղղակի պիտի գան մի անգամ այս միջավայրերում տեսնեն, թե ինչ հրաշալի երեխաներ, ինչ հրաշալի գաղափարներ կան եւ իսկապես շատ լավ սերունդ ունենք եւ այդ սերունդը պիտի ունենա ամենալավ հնարավորությունները, որը մենք այսօր ստեղծում ենք, որպեսզի նաեւ դառնան լավ մասնագետներ, լավ քաղաքացիներ մեր երկրի համար։ Փառատոնի նպատակների մասին խոսել է նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային կապերի եւ երիտասարդական ծրագրերի վարչության պետ Սոֆիա Աճեմյանը։ Նրա խոսքով նախաձեռնության նպատակը դպրոցականների շրջանում գիտության հանդեպ հետաքրքրություն ձևավորելն ու նրանց նորարարական ծրագրեր մշակելու հմտությունները զարգացնելն է։ Տարեստարի հոսքը շատանում է, այս տարի մենք ունենք մոտ 100 նախագիծ, որոնցից եզրափակիչ փուլ, որն այսօր է անցկացվում, անցել է 70-ից ավել նախագիծ եւ այսօր ժյուրին կգնահատի լավագույններին, իսկ լավագույնները կմասնակցեն միջազգային փառատոներին գիտական, որոնք անցկացվում են Եվրամիության երկրներում եւ ԱՄՆ-ում։ Ներկայացված աշխատանքները գնահատում է մասնագիտական ժյուրին։ Ժյուրի անդամ Գեղարդ հիմնադրամի ներկայացուցիչ ԵՊՀ դասախոս Գոռ Մարգարյանի խոսքով այս տարվա աշխատանքներում նկատելի են նորարարական գաղափարները։ Կարևոր կետերը, որ ուշադրություն են դարձնում գնահատման եւ ընտրություն կատարելու ընթացքում, դա գաղափարի նորարարությունն է, դա աշակերտների իրենց իսկ արած գործի նկատմամբ նվիրվածությունը, հետաքրքրվածությունը, դրա հետագայի տեսլականի պատկերացումը, ամենակարևոր դրվագը, որ չեք պատկերացնի, որքան հետաքրքրական է, որ աշակերտները առաջին խոսքը իրենց ձևակերպում են, որ մեր հայրենիքին սա որքանով պետքական կլինի։ Այսինքն իրենք ելնում են այն կետից, որ իրենց կատարած աշխատանքը կիրառականություն եւ արդիականություն ունի։ Փառատոնի եզրափակիչ փուլում ներկայացված նախագծերից մեկը փրկարարական ռոբոտն է, որը ստեղծել են Մանուկ Աբելյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները։ Փրկարարական ռոբոտ ենք ստեղծել, որը կառավարվում է հեռակառավարությամբ եւ կարողանում է հայտնաբերել մարդկանց փլատակների տակ, տեղադրված դինամիկի շնորհիվ կարողանում է զգուշացնել մարդուն, որ փրկարարները արդեն ճանապարհին են, որը օգնում է, որ մարդը ստրեսային վիճակից դուրս գա, ավելի հանգիստ լինի։ Մասնակցի խոսքով նախագիծը միտված է եւ տուժածների եւ փրկարարների անվտանգությանը, իսկ ապագայում այն նախատեսվում է համալրել նաեւ արհեստական բանականության բաղադրիչով։ Լոռու մարզի Նեղոցի Արթուր Բեկջանյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներն էլ ներկայացրել են խելացի մաքրասեր ռոբոտը, հաշվի առնելով Հայաստանում եւ ամբողջ աշխարհում տարածված աղբահանության գլոբալ խնդիրը։ Որոշեցինք ստեղծել խելացի մաքրասեր ռոբոտը, որի միջոցով հնարավոր է լուծել աշխատուժի խնդիրները եւ որոշ խնդիրներ, որ
ենք, որ կօգնի նպաստել Խելացի քաղաքին։ Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի կենսաքիմիա հոսքի աշակերտներն էլ ներկայացրել էին իրենց ուսումնասիրությունը։ Այստեղ մենք ունենք հենց բակտերիաները, աճեցվել են բակտերիաները, սրանք բերանի խորոչի բակտերիաներն են եւ այստեղ դիսկ դիֆուզիա մեխանիզմով տեղադրվել են հենց ուրցի եւ հակաբիոտիկի համակեցված լուծույթը եւ այստեղ մենք տեսնում ենք, որ տրամագիծը բավականին մեծ է, այսինքն մյուս փորձերի նկատմամբ այստեղ շատ ավելի ուժեղ են ազդում ուրցի եւ հակաբիոտիկը իրար հետ համակցած։ Այսպիսով հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ի եզրափակիչ փուլը մեկ հարթակում է հավաքել դպրոցականների գիտական հետաքրքրություններն ու կիրառական գաղափարները։ Իդեպ լավագույն նախագծերը կներկայացվեն նաև միջազգային հարթակներում։ Սոնա Գիշյան, Տիգրան Կազարյան, Free News, Ազատ լուրեր։